Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այսօր ունենք չափազանց կարևոր և հուզիչ նորություն։ Մեր սիրելի ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են և մեզ մնացել են հաշված սերիաներ վայելելու այս բարդ, էմոցիոնալ և խճճված պատմության մեծ հանգուցալուծումը։ Քանի որ մոտենում ենք եզրագծին, ամեն մի սերիա այժմ պայթյունավտանգ է։ Եկեք միասին վերլուծենք և կանխատեսենք, թե ինչպես կփակվեն բոլոր սյուժետային գծերը այս վերջին դրվագներում։ Հասել ենք այն կետին, որտեղ Նորոն գիտի ողջ դաժան ճշմարտությունը հոր մասին։ Տատիկի մահն ու իրենց փողոցում հայտնվելը այն կարմիր գիծն էին, որը Բաբկենն անվերադարձ հատեց։ Կանխատեսելի է, որ վերջին սերիաներում մենք կտեսնենք հայր և որդի ամենաէմոցիոնալ և կործանարար բախումը։ Բաբկենն այլևս փախչելու տեղ չունի։ Նրան փնտրում են և պարտքատերերը, և իր սեփական որդին, և ոստիկանությունը։ Ամենայն հավանականությամբ Բաբկենը կստանա իր արժանի և դաժան պատիժը, հայտնվելով ճաղերի հետևում։ Իսկ ինչ վերաբերում է կորցրած բնակարանին, վերջաբանի տրամաբանությունը հուշում է, որ այստեղ մեծ դեր է խաղալու Արշակը։ Նա, ով ի սկզբանե Նորոյի համար իսկական հոր դեր էր տանում, ամենայն հավանականությամբ իր միջոցներով կվերադարձնի տունը, ապացուցելով, որ ընտանիքը արյունով չի որոշվում, այլ հոգատարությամբ ու նվիրվածությամբ։ Հասմիկը կարծում է, թե Բաբկենին մատնելով և անկեղծանալով Նորոյի մոտ, ինքը մաքրեց իր ձեռքերը, բայց նա մոռանում է մի պարզ ճշմարտություն. անկյուն քշված գիշատիչն ամենավտանգավորն է։ Երբ լպրծուն Բաբկենը հասկանա, որ ամբողջովին կործանված է, նա հաստատ միայնակ չի գնահատակ։ Մենք կանխատեսում ենք, որ հենց Բաբկենը կբացահայտի Հասմիկի հանցակցությունը և բոլորին կպատմի, որ տատիկի անձնագիրը գողացել ու իրեն է փոխանցել հենց Հասմիկը։ Երբ Նորոն իմանա, որ իրեն սիրահարված այս աղջիկը ոչ միայն ստորաբար խափանել է իր հարսանիքն ու բանտարկել իրեն, այլև անմիջական կապ ունի իր պաշտելի տատիկի մահվան հետ, Հասմիկի կործանումը կլինի վերջնական։ Նրան սպասվում է լիակատար մեկուսացում և հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն։ Եվ իհարկե մնացել է սերիալի ամենամեծ գաղտնիքը՝ Մագդայի ծագումը։ Քանի որ մնացել են հաշված սերիաներ, Արշակն ու Լանան այլևս ժամանակ չունեն խուսանավելու։ Հավանաբար այս բացահայտումը տեղի կունենա շատ դրամատիկ պայմաններում, գուցե Հասմիկի վերջին թունավոր հարվածի շնորհիվ։ Մագդայի առաջին արձագանքը վստահաբար կլինի շոկը և մերժումը, քանի որ նրա ողջ կյանքը կառուցված է եղել ստի վրա։ Սակայն հաշվի առնելով այս սերիալի ուղերձը, ներողամտությունն ու սերը պետք է հաղթանակեն։ Ամենայն հավանականությամբ ծանր փորձություններից հետո Մագդան կգտնի իր մեջ ուժ ընդունելու Լանային և գնահատելու Արշակի տարիների հոգատարությունը։ Դա կբացի ճանապարհ դեպի Նորոյի և Մագդայի երկար սպասված իրական հարսանիքը։ Սիրելի հետևորդներ, քանի որ մոտենում ենք ավարտին, ցանկանում ենք լսել ձեր սպասումները այս եզրափակիչ սերիաներից։ Առաջինը. ինչ եք կարծում, ինչ ճակատագիր է սպասվում Հասմիկին սերիալի բուն ավարտին։ Նա կհայտնվի բանտում, հոգեբուժարանում, թե պարզապես կմնա մենակ ու լքված բոլորի կողմից։ Եվ հարց համար 2. Վերջին սերիայում կտեսնենք արդյոք Նորոյի և Մագդայի գեղեցիկ հարսանիքը։ Թե սցենարիստները մեզ համար պատրաստել են տխուր, բայց իրատեսական ավարտ, որտեղ հերոսները պարզապես փորձում են ապաքինվել այսքան վերքերից հետո։ Անպայման գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։